Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցը շարունակում է մնալ ամենացավոտ եւ ամենախոցելի թեմաներից մեկը, որն այսօր իշխանության օրակարգում գրեթե բացակայում է։ Մինչդեռ այն ոչ միայն ազգային արժանապատվության, այլև միջազգային իրավունքի ու հումանիտար պարտավորությունների խնդիր է։ Վերջին օրերին հատկապես ծանր հնչողություն ստացավ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-մայոր Լևոն Մնացականյանի 60-ամյակի պահը։ Մինչդեռ նա իր ամբողջ կյանքը նվիրել էր հայրենիքի պաշտպանությանը, իր տարեդարձը նա ստիպված է նշել Բաքվի բանտի պատերի ներսում որպես քաղաքական բանտարկյալ։ Սա միայն անձնական ողբերգություն չէ, այն հայոց բանակի ու ընդհանրապես Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ իրականացված համակարգված նվաստացման դրսևորում է։ Այսօր Բաքվում պահվում են արցախյան պայքարի առանցքային դեմքեր, ինչը ոչ միայն մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, այլև նպատակաուղղված փորձ կոտրելու ազգային դիմագիծը։ Ցավալի է արձանագրել, որ Հայաստանի իշխանության համար այս հարցը ոչ մի առաջնայնություն չունի։ Այն ժամանակ, երբ միջազգային կառույցները հղում են անում հումանիտար իրավունքին, Ժնևյան կոնվենցիային եւ նոյեմբերի 9-ի փաստաթղթին, որտեղ գերիների վերադարձի դրույթը հստակ ամրագրված է, Երևանը ցույց է տալիս անտարբերություն։ Դեռևս 2021-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե մեր գերիները մեզ կներեն, եթե 2 ամիս էլ մնան գերության մեջ։ Սակայն անցել են տարիներ, եւ ոչ միայն հարցը չի լուծվել, այլև ամբողջովին դուրս է մղվել իշխանության քաղաքական օրակարգից։ Այն չի հիշատակվում նաև այսպես կոչված խաղաղության օրակարգում, ինչը եւս մեկ անգամ ցույց է տալիս դրա ձևական բնույթը։ Եթե խաղաղության գործընթացը իրապես իրական լիներ, ապա գերիների վերադարձի հարցը պետք է լիներ նրա անկյունակարային կետերից։ Այս խնդրի արհամարումը հատկապես տեսանելի է, եթե դիտարկենք Վաշինգտոնում նախաստորագրված փաստաթուղթը։ Այնտեղ հստակ նշվում էր, որ կողմերը չպետք է գործեն ատելության եւ վրեժխնդրության տրամաբանությամբ, մինչդեռ այնինչ այսօր տեղի է ունենում Բաքվում, բացահայտ վրեժխնդրություն է։ Կարելի է փաստել, որ փաստաթղթի թանակը չչորացած այն արդեն խախտվում է, իսկ դրա հիմնական տրամաբանությունն ու արժեքները ոտնահարվում։ Ավելի վտանգավոր է, որ նույն վրեժի տրամաբանության մեջ են տեղավորվում նաև Ադրբեջանի մյուս գործողությունները։ Վերջերս Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպը պաշտոնական Բաքուն ներկայացրեց որպես ահաբեկչության փորձ, փորձելով դրանով արդարացնել սեփական ռևանշիստական քաղաքականությունը։ Սա փաստացի խաղաղության գործընթացի տրամաբանության կոպտագույն խախտում է։ Երբ իշխանությունը այս ամենին նայում է մատների արանքով եւ հրաժարվում է գործնական քայլերից, գերիների հարցը մնում է օդում կախված։ Ավելի վատ, այն վերածվում է քաղաքական մանիպուլյացիայի գործիքի, որ Բաքուն օգտագործում է իր պայմանները թելադրելու համար։ Այս վիճակը ոչ միայն պետական համակարգի ձախողումն է, այլև բարոյական պարտություն ամբողջ ազգի համար։ Գերիների ազատագրման հարցը պետք է լինի ազգային օրակարգի առաջնահերթություն, իսկ նրանց մոռացության տալը հավասարազոր է մեր պատմության ու արժանապատվության մոռացության։